падգամավորի հետ, որոնք այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում են։ Օրինակ, մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված եւ լավ անձնավորություն է, եւ երկրորդ անձնավորությունը ուզում ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ, քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրանց տուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն ալնում։ Տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փող է պահանջում, կարա տանի Սերժ Սարգսյանից տուն, կամ Սերժ Սարգսյանի փեսու տուն, կամ այն մյուս փեսու տուն, կամ աղբոր տուն, որ այդ օգնականը իմանա լափելը որն է։ Ուրեմն ուշադիր բոլորին է վերաբերվում, այս բացակայող Հայաստան դաշինքին, պույին, այն ավել պակաս խոսացող ֆեյսբուքյան, չգիտեմ, ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, փող վեկալող մարդկանց, այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք, բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք, հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք, ես բոլորի անունից ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ, կրկնում եմ, նախընտրական պրոցես է սկսվում, հանկարծ չսխալվեք։